Հայ ռադիո Ալբերտ Ավետիսյան, Պարոն Սիմոնյան, քանի որ դուք ձեր խոսքում նշեցիք հեռացող խորհրդարանի նախագահն եք, վերջին անգամ հեռավորությունն եք հաց ուղղելու, Եվրոպական միությունից միլիոնավոր միլիարդավոր դոլարներ կամ եվրոներ գալիս են Հայաստան դիմակայունությունը բարձրացնելու Հայաստանին։ Ինչպես ըստ ձեր կարծիքի Հայաստանը կարձագանքի այն հնարավորությանը, որ Եվրոպական միությունը դիմակայում է մյուս երկրների, որոնք Հայաստանի դեմ են ճակերտավորված ինչ-որ գործողություններ ուղղում, այդ երկրներից միլիոնավոր դոլարներ խոսեն Հայաստանը ըստ ձեզ ընդունի։ Ես անկեղծ ասած չհասկացա ձեր հարցը։ Եվրոպական միությունը գումար է վճարում Հայաստանին, տրամադրում, որպեսզի դիմակայունությունը բարձրանա Հայաստանին։ Եթե այն երկրները, որոնց դեմ պայքարում է Եվրամիությունը, Հայաստանին գումար տրամադրեն, նույն դիմակայունությունը բարձրացնելու առումով Հայաստանը ինչպես ընդունի դա։ Ես դեմ չեմ, որ օրինակ ոչ Եվրամիության երկրները նույնպես մեր երկրին գումար տրամադրեն մեր դիմակայությունը բարձրացնելու։ Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը պետք է այդ գումարը վերցնի։ Եթե օրինակ պայմանականորեն Չինաստանը, Ռուսաստանը կամ որևիցե երրորդ երկիր առաջարկ անի մեր դիմակայությունը բարձրացնել եւ օրինակ մի հատ լավ երկաթուղի կառուցի կամ մի հատ ներդրում անի, մենք պետքա դա վերցնենք, որտեվ բոլոր քննարկումների մեջ ես եւ իմ գործընկերները կարծում եմ շարժվել ենք հետեւյալ տրամաբանության մեջ, որ ինչն է օգուտ Հայաստանի Հանրապետությանը, այդ տրամաբանությամբ պետք է շարժվենք։ Եվ վերջին հարցը, դուք ձեր կառավարման 5 տարիների ընթացքում անընդհատ նշել եք, որ խորհրդարանական ընդդիմությունը հարմար ընդդիմություն է իշխանության համար։ 9-րդ գումարման խորհրդարանում ձևավորվող ընդդիմությունը ինչպիսին է լինելու ըստ ձեզ։ Տեսեք, ես համարում եմ, որ նախ ուզում հասկանամ նույն Հայաստան դաշինքը լեգիտիմ հարց եմ տալիս։ Գնացեք այդ հարցը տվեք։ Ոնց է հիմա Հայաստան դաշինքը գալու եւ օրինակ հանձնաժողովների փոխնախագահների եւ նախագահների պաշտոնոց։ Այսինքն ինչ տարբերություն 8-րդ գումարման եւ 9-րդ գումարման մեջ։ Աղվան Վարդանյանը, եթե չեմ սխալվում, ասել է, որ ինքը չի գալու ազգային ժողով, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը էլի հաղթել է, գալու է Աղվան Վարդանյանը։ Իրանք վերցնելու են հանձնաժողովների դոնթի բանաձևով իրանց հասանելի պաշտոնները։ Եթե վերցնելու են, ապա ինչի նախկինում չէին վերցնում, ինչ էր փոխվել, այս անգամ ավելի շատ ձեն ենք ստացել իմիջիայլոց։ Եթե չեն վերցնելու, բա ինչի են գնացել ընկել փողոց մարդկանց չեն վերցրել։ Վերջի ժամ բա հետո ինչ եղավ։ Հետո չվերցրեցին։ Այսինքն մի անգամ հա բա հետո հիմա ով է։ Այս քայլը 8-րդ գումար հիմա ով է։ Չէ, ոչ։ Ես ինչ թազա նարատիվ եք գցում շուրջ, հետո բա ձեզ տենց բան ասել։ Այսինքն հիմա անդիմությունը տեխնացիա բերեմ ենք։ Ինչ։ Ներողություն, որևից, այսինքն այս ինչ հեքիաթներ եք պատմում, դուք ձեր հերոստալիքներն եք նայել, ուրեմն ձեզ պաշտոնապես ասում եմ, անդիմությունը չի ներկայացնում եւ չի ներկայացրել տեխնացու ոչ փոխնախագահի, ոչ հանձնաժողովների, որևիցե մեկ, իրանք չեն ներկայացրել։ Կասեք այդ անունը, որ իրանք ներկայացրել են, բանը, օրինակ, այս պայի դրությամբ X հանձնաժողովի նկատմամբ եւ մենք հրաժարվում ենք ընտրել։ Հենց հիմա ասեք 8-րդ գումարում էլ մեկ ամիս աշխատել է։ Այդ ինչ ձևեր է։ Կամ իրանք նիստերի դահլիճ, դուք դռները փակեք, իրանք լավը չեք ասում, իրանք ծեծում եք, իրանք ազգային ժողովի դահլիճ չեն գալիս։ Այսօր տեսա Լևոն Քոչարյանը գրանցվել է, ուրախացա, այն էլ թարսիպես բանը չհերիքեց։ Իմացել է երևի ես ազգային ժողովի նախագահի տեխնացու չեմ, որոշել է գրանցվի խոսա։ Եկավ ես դահլիճում չէի, մեծ խոսած, ասեց Ալիեն Սիմոնյանը ընդեղից ես վերևից իրանք գցեմ, sense բաներ խոսած, դրանից հետո 8 ամիս ընկած իրան ենք նիստերի դահլիճում ման գալիս։ Այսօր առաջ անգամ եկավ գրանցվեց, հա? Ոչ մի բան չեն կարող, իրանք ասում իրանք իրանց բանից վախենում, տեղները փոխում են, գնում են դռան մոտ են նստում, որ շուտ կնոպկեն սխմեն, որի પર իրանք դահլիճում են դուրս են գալիս։ Այդ ինչեր եք խոսում։ Հələ մի հատ ինձ կասեք այդ տեղերը խեն փոխե գնացե դռան մոտ նստե։ Որ sense քիչ ամնում դուրը բացեն sense ձեռը ձգեն sense կնոպկեն սխմեն, որ իրանք իբր եկել են ու փախնեն շենքից։ Այդ ում մասին եք խոսում։ Ստեղ ընդդիմություն կա, իրանք աշխատել են եւ աշխատում են կոնկրետ մարդկանց շահեր սպասարկելու համար։ Եկել են Ռոբերտ Քոչարյանը եկել է, ասել է, իրանք էլ են ասել,
Այդ երիտասարդն էլ ասելու մասին ես խոսում եմ, որ ես ինձ ստիպել են մտնեմ քաղաքականություն, որովհետև իր պապայի հետ կապված քրեական գործեր կա, բա որ չլներ ինքը մտնելու, իրենք ասել են, նույնը ասել է Սամվել Կարապետյանը, այդ մարդիկ ստեղ գալու են ձեր շահերը պաշտպանեն, Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերը պաշտպանեն, եթե տենց լիներ 5 տարվա ընթացքում մի հատ այդ շահերից դուրս օրենսդրական նախաձեռնություն կանեին, թող դա չքվեարկվեր, թող դա չընդունվեր, դիսկուս կբացեին, իրաց դիսկուսը ինչ ա եղել, եկել ասել են Թուրք Դավաճան հողատու, անցել գնացել է, եկել ասել են, այս օրենքը որ դուք բերել եք այս բանի համար, եւ գնացել են իրենց գործերով կաֆեներում նստել, բամբասել, ստիծնդից փող են վերցրել, որպեսզի քաղաքական գործունեություն իբր շարունակեն, ում չենք ճանաչում այս քաղաքական դաշտում վերջին 20 տարվա ընթացքում։ Հիմա էլ ընկել են նույն այն ընդդիմության 20-25 տարվա ցիկլ կար է, որ ասենց անընդհատ նույն կրուգով ֆռում են, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, այդ ցիկլի մեջ է մնալու են, խղճում եմ ես իրենց։ Սիրիլետ Գևորգ Թոսմյան, պարոն Սիմոնյան, ես ընտրական իրավունք այդ սահմանափակողի ընտրական նախագծերության մասին ուզում ձեզնից հետաքրքրվել, նախ մի ճշտող հաց արդյոք որոշեցիք 2 տարի եւ 1 տարի ոչի մասնակցել, թե 1 տարի եւ կեսը, որտեղ կառավարությունը առաջարկում է 2 տարվա սահմանափակում մտցնել։ Մասես, բացեք։ Ու երկրորդը փաստացի դուք թե Արի կլինի ձեզ առաջին հարցին պատասխանեմ, հետո երկրորդին, հա որ միտքը չկտրվել է։ Ես տեղյակ չեմ, թե վերջնական ինչ որոշում կկայացվի, եթե չեմ սխալվում 160 օրվա մասին էր խոսքը գնում նախնական տարբերակով 6 ամսվա ընթացքում, հա։ Հիմա քննարկում է գնում, ես չեմ բացառում, որ կարող է առաջինից երկրորդ ընթերցում ինչ-որ փոփոխություններ լինի, առաջարկներ լինի, ուստի բան, բայց համարում եմ, որ ճիշտ քայլ է եւ պետք է շուտ անել, որովհետեւ ժողովուրդ նորից եմ ասում, կարան ուրիշ երկրից, ամենաթշնամաբար երկրից, որտեղ որ մենք մեծ համայնք ունենք, իսկ մենք մեծ համայնքներ ունենք ամենուրեք, կոռեկտ չէ պայմանական երկրի անուն տամ, հա, մարդ ուղարկեն ստեղ եւ մեր երկրում, օրինակ, հանրաքվեի ժամանակ բան փոխել, մեր մոտ 300,000 ձայնով կարելի է հանրաքվե նշանակել, դուք հասկանում եք, մենք 700,000-անոց, 1 միլիոնանոց սփյուռքեր ունենք։ 300,000 Հա, բայց այնուամենայնիվ նախաձեռնությունն է, դա արդեն քաղաքական իրողություն է։ Բայց այդ մարդիկ փաստացի Հայաստանի քաղաքացի են, ունեն քաղաքացիություն, ունեն դրական իրավունք, իմ հարցը հենց դա է։ Տեսեք, դուք ասում եք, որ սահմանագիրը ժողովուրդն է։ Ու այս իրավունքով, այս փոփոխությամբ երկու խնդիր կա։ Առաջինը, որ մենք ունենք արտաքին աշխատող քաղաքացիներ, որոնց ընտանիքները այստեղ են, որոնց տարվա մեծ մասը այստեղ չեն, բայց իրենց գործունեությունը այստեղ է, եւ նրանք իրավունք ունեն իրենց ընտանիքների մասով ճակատագիրը որոշել ընտրության ձևով, սա առաջինը։ Երկրորդը, ձեզ նաև քաղաքացիությունն է քննադատում ալկանատես դիտորդական կազմակերպություն նշել է, որ սա սահմանության նախատեսված իրավունք է, դուք օրենքով փոխում եք սահմանության նախատեսված իրավունքը, ինչ կասեք այս մասին։ Այն մարդիկ, ովքեր որ ուզում են որոշում կայացնել Հայաստանի Հանրապետությունում, առնվազն ինչ-որ ժամանակահատված պետք է ապրեն ստեղ։ Եվ մենք իրավասու ենք որոշել, թե ինչքան ժամանակ պետք է մարդը ապրի ստեղ, որ ստեղ որոշում կայացնի։ Մենք ունենք դրույթ, որը որ սահմանափակում է մարդուն առաջադրվել որևիցե պաշտոնի, եթե ինքը վերջին ժամանակահատվածում չի ապրել Հայաստանի Հանրապետությունում, դա վերաբերում է օրինակ падգամավորին, բարձր այլ պաշտոններին, եւ սա նույն տրամաբանության մեջ եմ ես առաջարկում դիտարկել, որովհետեւ իրանք նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եւ արտագնա աշխատանքի կարող են գնալ եւ իրանց ընտանիքները ստեղ ապրել, բայց ներողություն եմ խնդրում, մենք չենք կարող գալ, եթե վերջին 4 տարվա ընթացքում կամ 5 տարվա ընթացքում ստեղ չեն բնակվել, չենք կարող գալ դառնալ ազգային ժողովի падգամավոր եւ սա պետք է դիտարկել այդ տրամաբանության մեջ, որովհետև տեսեք, Հայաստանի հայ ժողովրդի դեպքը, նախադեպը 1-2 ժողովուրդ ունի, հա, որ տենց ավելի մեծ սփյուռք ունի, քան իր երկրում բնակվող բնակչություն, եւ ես կարծում եմ, որ քաղաքասարակությունը, եթե նման մտահոգություն ունի, դա քննարկման եւ մեկը մյուսի փաստարկ լսելու մեջ պետք է դիտարկվի, որտեվ ես էլ եմ փաստարկ բերում, բայց այդպես ասելով չի։ Ես էլ ասում եմ, որ պրոբլեմա ժողովուրդ, պրոբլեմա։ Մենք կարող է ինչ-որ շատ կարևոր որոշում ունենանք կայացնելու,
եւ ասեմ X երկրի բնակչությանը, ասեն դուք ստեղ էլ բիզնես չեք ունենա, կամ ձեր բիզնես կամ ձեզ կարտաքսենք, դուք պետք է գնաք եւ քվեարկեք IO-ի կամ ոչի օգին, ինչ մեր երկիրը մատաղ անենք X երկրում բնակվող 2 միլիոն կամ 1 միլիոն մարդու, հա? Մենք էլ ընկնենք փողոցներով, ասենք ժողովուրդ, հեսա դրսից գալու են քվեարկեն, գնացեք քվեարկության, որովհետեւ ընդեղից 200,000 կամ 300,000 մարդ բերելու են, որտեւ նրանց վատ իրավիճակի մեջ են դնում, նրանք ստիպված գալու են քվեարկել։ Բայց այս վիճակից ո՞նց ենք դուրս գալու ուզում հասկանալ։ Որտեվ այդ ընտրության փառք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, փառք 728,000 ժողովրդին, շնորհակալություն վարչապետ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրի թիմին, որ ընկան գյուղ մարդ առ մարդ բացատրեցինք, խնդրեցինք, ապացուցեցինք, որ նման վտանգ կա։ Ու վտանգը կար։ Դուք բացառում եք, ասում եմ, նու բացառում եք այդ վտանգը։ Դուք հասկանում եք, մենք ինչ կարայինք դառնայինք։ Մենք, ասեմ, եւս մեկ անգամ մեր անկախությունն ենք ձեռք բերել։